Դժգոհությունը եւ ըմբոստությունը դեռ կար 10-15 տարի առաջ, այսինքն շատ գիտակից եւ իրոք հայրենասեր դաշնակցականներ հարցականի տակ էին դրում դաշնակցության մասնակցությունը Սերժ Սարգսյանի կոալիցիոն կառավարության մեջ։ Ասում էին ինչպես կարելի է մասնակցել այս փնթի, ասենք թալանչիական թայֆային։ Ու այդ մարդիկ իհարկե միշտ լռեցվում էին, պատժվում էին, ակսորվում էին, հեռացվում էին կուսակցությունից ու շատ նման դեպքեր կան։ Ու այդ գործընթացը այդպես շարունակվում է, բայց հիմա իհարկե ես ձեզ հավաստիացնում, որ դաշնակցության հնարավորություններն ու ազդեցությունները շատ են պակասել եւ շատ են իրենք թուլացել։ Եվ այլևս նման այսպես դիկտատորական բռնատիրական ձևով չեն կարողանում պարտադրել իրենց կարծիքը անդամների վրա։ Կան առողջ անդամներ, որոնք միավորվել են դաշնակցության գաղափարախոսության շուրջը, բայց ոչ դաշնակցության ներկա քաղաքականության շուրջ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։